Ես ինձ լավ եմ զգում, որ կարող եմ մի բանով իմ հայրենիքին օգուտ տամ։ Այս սարի բարձունքին է տարվա կեսն անցկացնում Հարությունը։ Բարձունք, որտեղ միայն 2 ամիս ձյուն չկա։ Ձնաբուկն ու սառնամանիքն անգամ չեն կարող Հարությունին ստիպել թողնել զինվորականի կյանքը։ Ասում է, ամեն հայ ընտանիքում գոնե մեկ զինվորական պետք է լինի։ Հայրս մոտ 25 տարվա պայմանագրային է, ուզեցել եմ իր գծով շարունակել։ Ոչ առաջին, ոչ էլ վերջին տարին է, որ այս տղաները ամանորը դիմավորում են սահմանին, ընտանիքներից, հարազատներից հեռու։ Չէ՞ որ սահմանն է տան դարպասը։ Էլիա դեպք եղել, որ ամանորը դիմավորել ենք դիրքերում, ճիշտ է ընտանիքից կտրված է լինում, բայց էլի հետաքրքիր է լինում իր ծառայությամբ, իր ավելի զգոնությամբ, որովհետև պատասխանատվության զգացում է։ Կլոր տարին այս վառարանի վրա եռացող թեյն է սաստիկ ցրտից պաշտպանվելու, չհիվանդանալու զինվորական լավագույն դեղամիջոցը։ Բայց դե դոկտոր Խաչատուրը չի թողնի, որ թեկուզ 1 րոպե մեկ զինվոր ջերմի։ Նա այս դիրքում ամենապահանջված մարդկանցից է։ Պատերազմն է ստիպել Խաչատուրին ռազմական բժիշկ դառնալ։ 44 օրյա պատերազմից հետո ինքս եմ ցանկություն հայտնել, ավարտել եմ ռազմաբժշկականը ու նշանակվել եմ գումարտակի բժիշկ։ Մեր հայ ժողովրդին կմաղթեմ հաջողություն, առողջություն, համախմբվածություն, զինակից ընկերներին էլ մարտական ոգին միշտ բարձր։ Սահմանը սահման, բայց ամեն ինչ դնելու են նոր տարվա սեղանին, որ ճոխ լինի, ոչնչով չտարբերվի տան սեղանից, ասում են տղաները։ Միայն տոնածառ չեն դրել այս տարի, կատակում են իրենց դիրքից Հայաստանի գլխավոր տոնածառն է անգամ երևում։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։